Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այո, այսօր պատրաստել ենք շատ համեղ, առողջարար, քունակեղ աղցան, որի մեջ կա քունավոր պանչարեղեն, կանաչեղեն եւ անշուշտ պրոթեին, մեր պրոթեինը ստանալու ենք այսօր սիսերից եւ հալումի բաներից անշուշտ եւ հետաքրքիր սոուս եք պատրաստելու։ Սիսերը օգտագործել ենք մարանիկի սիսերը, եփել ենք սկիզբեն ու պատրաստել ենք, որ արդեն օգտագործենք աղցանի մեջ։ Իսկ հալումի բաները ինքը գիբրական բանիր է, որը Հայաստանի շուկայում արդեն կա, ինքը շատ հետաքրքիր համ ունի, որովհետև երբ որ տաքություն ա տեսնում, ինքը չի հալվում, բայց ինքը փափկում է ու իր համը հետաքրքիր է լինում, երբ որ խրխտան ես ուզում դարձնես կամ ինչ որ աղցանի հետ ավելացնես կամ սոսի մեջ տապակես։ Ինքը շատ հետաքրքիր է ու իմ ամենա-ֆեյվորիտ բանիրներից է։ Դե նուրը իհարկե հայկական նուրը շատ համով է, անպայման ընդգրկում եմ ես աղցանների մեջ։ Գանաչի տեսակը ես այսօր օգտագործում եմ արգուլա, կարող եք սպանախել օգտագործել կամ խուջուջ մարոր եւ այլն։ Իսկ բաղբեղը ես տեղին եմ որոշել, որով մոտավոր քույները դենց է, իսկ եթե գարմիր կամ կանաչ եք օգտագործելու, խնդիր չէ։ Այսօր պատրաստելու ենք համեղ եւ առողջարար աղցան հալումի պանիրով եւ սիսերով։ Մեզ հարկավոր է մի հատ բաղբեղ, մի հատ մեծ լոլիկ, մի հատ մեծ պարունգ, մի փուջ ռուկոլա, մի հատ կարմիր սող, մի հատ կիտրոն, կես բաժակ նուր, կես բաժակ սիսեր, 2 կտալ մեղր, դրեսինգի կամ սոուսի համար մեզ պետք է թիթաբտղից հետ, չորացած անանուխ, մի կտոր հալումի պանիր, կիմիոն եւ պապրիկա, սիսերը դաբակելու համար։ Իսկ մենք ոնց ենք սկսելու։ Սկզբում հալումի բանիրը կտրատելու ենք քարագուսիների ու հետո մի քիչ մեղր ենք ավելացնելու իր վրա ու հետո ցտապտրից հետո դապակելու ենք։ Հալումի բանիրը ընդհանրապես որևէ մեկ ֆիրմա կամ որևէ մեկ բրանդ այսպես է գալիս, ընդհանրապես աշխարհում դենց է։ Կարող ենք այսպես անել ու այսպես քարագուսիների կտրատել։ Այսինքն երկար հետո քարագուսի։ Ու այս դպակրությունը միշտ լինում է հալումի բանիրների վրա, ինքը օրենքը դենց է։ Հետո բացում ենք։ Ու մի հատ էլ այսպես ենք կտրատելու։ Այս երկու մասն էլ կտրատենք։ Հիմա ինչ ենք անելու։ Մի հատի այդ ափսեի վրա ենք ավելացնելու։ Ավելացնելու ենք մեղրը։ Ու մի թեթև խառնում ենք ու ուղարկելու ենք տապակելու։ Երբ որ մեղր ենք ավելացնում հալումի վրա, ինքը ավելի խրխտան ու կարմրում է ու ավելի հետաքրքիր է դառնում։ Մի հատ կթալով ես խառնեմ։ Կամ կթալ եւ պատրկաղով։ Սենց բզդիկ մխառնում եմ։ Որպեսի բոլորը cover լինեն։ Կարող ենք մի հատ տապակի վրա արդեն խառնել։ Ու արդեն խառնում ենք։ Հիմա մինչև ինքը տապակվի, արդեն մենք կարող ենք շարունակել մեր գործողությունները։ Դենց եմ անում, որպեսզի մի երեսը լինի, հետո դարձնեմ մույս երես։ Կամ այստեղ սովորել եմ դակ։ Մի դակը լինի, մույս դակը։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ Ուրեմն միջև բանիրը տապակելը, հետո սիսերն ենք տապակելու։ Ես սիսերին վրա կարող եմ արդեն ավելացնել
Կիմոնը եւ պապրիկան։ Շատ լավն է։ Ուրեմն մեր սիսերը պատրաստ է, մի քիչ հետո կտաբակենք, մինչև մեր հալումիները տաբակվին։ Սկսում ենք վարունգից։ Ես cubes եմ անելու, այսինքն քառակուսիներ։ Վարունգից պատրաստ է։ Գնում ենք բաղբեղ։ Տեսակ ինչքան հետաքրքիր քույնը ստացանք, այսպես պետք է լինի, որ կարմուրում են արդեն կարող ենք անել։ Հիմա ես երկու կողմը տենց կարմրացրել եմ, որպեսզի ինքը դառնա շատ համով։ Դուք էլ կարող եք այդպես անել ու մի կողմ տնել։ Մի րոպե էլ թողում ենք, արդեն մի հատ ափսեի ենք ավելացնելու, կարող ենք լոլիկին խնդրել, որ դուրս գա եւ դեղը դա հալումի բաներին։ Yummy։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Նույն թավայի մեջ ասենք, կարող ենք ավելացնել թավտրից հետ ու ավելացնել մեր սիսերները։ Հիշում եք, որ ավելացրել ենք կիմոն եւ պապրիկա։ Մենք մարանիգի կիմոնի եւ պապրիկան ենք օգտագործել ու ես շատ ուրախ եմ, որ մարանիգը իմ ամենասիրած համեմունքներս էլ նույնիսկ ունի, որովհետև ես մի քանի համեմունք կա, որ մշտական միշտ օգտագործում եմ, որից կա օրիկանոն, կանաչ անանուխը, որը նորեն մարանիգը ունի, ու քիմիոնը։ Այս մի քանի հատը միշտ ունեցեք տունը իրականում։ Քանի որ իմ բաղադրատոմսերս եք նայում, մշտական օգտագործելու եմ։ Հեշտացնում եմ ձեր գործը։ Ու եթե ուզում եք անշուշտ մարանեգին արեք։ Հիմա բղբեղն եմ գտրատում միջև սիսերս տաբակվի, որպեսզի ժամանակ են օգտվեմ։ Նորեն քառակուսիներ եմ վերածելու։ Կուբիկներ։ Մեր բղբեղը պատրաստ է։ Լոլիկը մի հատ խառնում ենք։ Շարունակում ենք։ Նորեն քառակուսի կուբիկներ եմ անելու լոլիկը։ Ընդհանրապես աղցանի օրենքը ցենց է։ Եթե ինչ-որ մի քանի մթերքա հadoop չափսով ես կդրում, պետք է որ բոլորը արդարը լա եւ ամեն ինչ նույն չափով լինի։ Այսինքն շատ բզդիկ, շատ մեծ ընդհանրապես չեն անում։ Եթե օրինակ քերիչով ես անցկացնում, ընդհանրապես ամեն ինչ պետքա դենց լինի։ Կամ եթե շատ մանր ես կդրում, ամեն ինչ պետքա շատ մանր լինի։ Էդի դենց աղցանի մանր օրենքներից մեկն է։ Որովհետև մարդը երբ որ ուդում է, բադրակահով ուդում, ինքը արդեն կենտրոնանում է չափսին, ըստ դրա հավաքում է աղցանի մեջից ապրանքները ու ուդում է։ Երբ որ դու մի հատ փոքր, մի հատ մեծ ես դնում, ինքը չի կարողանում հավասարակշռվածորեն վերցնի ամեն ինչից։ Լոլիկները պատրաստ։ Մի հատ նայում եմ սիսերը։
մի թեթև էլ թող դա բագի ավելի համով կլինի։ Մնաց սոխը, ծեր սիրած սոխը կտրատենք։ Մի հատ կեղևը հանում ենք։ Ու պետք է կիսալուսին կտրատենք։ Բարակ կիսալուսիններ։ Այս սիսերները ուզում են ասեն պատրաստ են, կարող ենք հեռացնել ու թողնել մինչև բաղի։ Բերում ենք այսպիսի խորը աման և սակոյին հրավիրում ենք այստեղ։ Սկզբում ավելացնելու ենք արգուլան կամ ռուկոլան։ Ես մի թեթև 2 մասի եմ սիրում բաժանել։ Մի հատ խառնում եմ, որպեսզի իրենք հավասար լինեն։ Հետո ավելացնելու եմ լոլիկը։ Հետո բաղբեղը։ Հետո վարունգը։ Ես սիրում եմ այսպես անուշիկ շարել ու հետո խառնել։ Աչքները պետք ուրախ լինի։ Ավելացնում ենք սոխը։ Մի քիչ դրածատելնից բացում ենք։ Ավելացնում եմ հալումին։ Ավելացում եմ նուրը և սիսերը։ Ով է պատկերացում համերը։ Ես։ Ով է հավատում, որ համով է։ Ես։ Թունա կբռնացնես յանի մոմենտը կախնեմ ուզում լվացվեմ, բայց մեգա կարողանում ես բռնացնել։ Ուրեմն մնաց դրեսինգը կամ սոսը։ Լիմոնը պատրաստ է, ցիտապտղիցետը, անանուխը, նայեք ոնց է մարանիկը անանուխը։ Վաու, շատ լավն է, գիտեք ինչի, որովհետև անանուխը պետք է գապս կանաչ լինի, սև չլինի իր մեջը, եթե գապս կանաչ է, ասել է թե ինքը թարմ մաքուր հավաքած է և պաստորեն մարանիկը թարմ մաքուր անուխը հավաքած և չորացրած է, thank you։ Մի հատ բերում ենք այսպիսի աման ու հավաքում ենք։ Սկզբում ցիտապտղից հետը, լիմոնի հյութը, և երկրորդը, այսինքն մեկ հատ լիմոնի հյութ։ Գիտեք չէ ոնց է, այսինքն ծերքիդ մեջ կուտերը հավաքում ես ու իրան երկու կողմից ճզմում ես, ծերքիդ մեջ հավաքվում է կուտերը ու արդեն միան հյութը իջնում է։ Տեսեք։ Ավելացում եմ անանուխը, կունջուտը, խառնում ենք, բահ, մի հատ ստեղ նայեք հելը։ Ավելացում ենք սոսը։ Դե, խառնում ենք։
Լավ մխարնում ենք ու արդեն կարող ենք պլեյթինգ անել։ Okay. Բերում ենք այսպիսի ափսե։ Ես ուզում եմ մի հատ կանաչից վերցնեմ, հետո արդեն շարունակեմ։ Ես սիրում եմ այսպիսի աղցաններ ցերկով դասավորել, որովհետև սիրտս հանգիստ չներ։ Դուք պատկերացնում եք հոդը, ես արդեն սիրտս հալեցավ հիմա։ Դուք չգիտեմ, բայց ես արդեն մերնում եմ, ուզում եմ ուտեմ։ Կարող եք մի քանի հատ ցենց անուշիկ շարել հալումիները, դեսիսերները արդեն կան։ Նորերը գտել կարող եք դնել։ Փորձեցինք անուշիկ եւ հավասար շարել։ Okay. Դե ինչ, ես անհամբեր եմ, ցեզ ասեցի, հիմա չգիտեմ որտեղից սկսեմ, բայց արդեն ուզում եմ մի քանի հատով վերցնել եւ անշուշտ սիսեր լինի իր մեջ ու նուր։ Կկարողանամ հավաքեմ մեկ բադարի մեջ, ես չգիտեմ։ Կամ էլ ստեղ 1, ստեղ 2։ Հավաքեցի։ Վաու, շատ համով, ասեմ գշտացնելիք, որովհետև այդ բաների արդեն համը ավելացնում է ու ոնց որ սկում ես դու ֆուլ միլ ես ուտում, որովհետև ինքը ամբողջական միլ է։ Նուրին համերը հետաքրքիր ավելացած, այդ անուխի սոսը ավելի հետաքրքիր, սիսերը խրխտան, կիմոնի եւ պապրիկայի թերակատարությամբ եւ ստացել ենք խենթանալիք սալատ կամ աղցան։ Սիրելիներս, անպայման կպատրաստեք։ Ասեցի ոնց հեշտ է, այո, քունակեղի շատ ապրանք կա, բայց ինքը շատ համով է ստացվում։ Ու կարող եք եւ կեսօր պատրաստել, եւ առավոտ, եւ երեկոյան, քանի որ ինքը multifunctional է։ Ձեզ բարեխորժակ եմ մաղթում, անպայման կհետևեք մեր էջերին Facebook եւ Instagram Համիկ Ախնիկ եւ չմոռանաք subscribe անել, այսինքն բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքում։ Ձեր բաց տողած հաղորդումները ընդեղ գնայեք։ Չնայած չեմ ներելու, եթե բաց եք տողում, բայց յալա, ոչինչ։ Ցտեսություն, բաղ հանդիպենք։